Երբ ծոմ պահեք, տրտմերես մի եղեք կեղծավորների նման, որոնք խոժոռում են իրենց երեսները, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։ Այլ դու երբ ծոմ պահես, օծիր քո գլուխը եւ լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ քո հորը ծածկապես։ Եվ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես։ Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն են փչացնում, որտեղ գողերը սողոսկում եւ գողանում են։ Այլ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում, որտեղ ոչ ցեցը, ոչ ժանգը չեն փչացնում, ոչ էլ գողերն են սողոսկում եւ գողանում, որովհետեւ որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։ Մարմնի ճրագն աչքն է։ Եթե քո աչքը մաքուր է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի։ Իսկ եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա որքան առավել կլինի խավարը։ Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել։ Կամ մեկին կատի եւ մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի եւ մյուսին կարհամարի։ Չեք կարող ծառայել եւ Աստծուն եւ մամոնային։ Դրա համար ասում եմ ձեզ. մի մտահոգվեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք։ Ոչ էլ մտահոգվեք ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն ավելին է, քան կերակուրը, եւ մարմինն ավելին է, քան հագուստ քուստը։ Նայեք երկնքի թռչուններին, ոչ վարուցանք են անում, ոչ հնձում են եւ ոչ էլ շտեմարանների մեջ ամբարում, եւ ձեր երկնավոր հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք ավելին եք, քան նրանք։